Պապան ուղղակի վստահ է, որ ես ու դու ինչ-որ կապ ունենք իրար հետ։ Բայց ոնց, ինչի։ Դե որովհետև պապան իմացավ, ես համաձայնվել եմ նշանվեմ Արմոյի հետ, որովհետև քեզ էի ուզում պաշտպանել։ Ու իր մոտ հարցեր առաջացան. ով ես դու իմ համար։ Ով ես դու, որ հանուն քեզ ես պատրաստ եմ լինել իմ համար ատելի ինչ-որ մեկի հետ։ Ու ինչ ասեցիր։ Ոչ մի բան։ Հարցրեց ու չպատասխանեցիր։ Ասացի, որ մեր ընտանիքների խաղաղության համար եմ այդ արել։ Լավ, հիմա ես եմ այդ հարցը քեզ ուզում տամ։ Հիմա պապաց տեղ չի։ Ու խնդրում եմ, որ ինձ ճիշտ պատասխանես։ Ինչի հանուն ինձ որոշեցիր քո կյանքի հանդեպ տենց որոշում կայացնես։ Ով եմ ես քո համար։ Ուղղակի ոչ մեկի համար տես բան չի անում, չէ՞։ Սովորական լավություն չի, քո կյանքի հարցն է։ Հա, բայց ես քեզ արդեն տվեցի դրա պատասխանը։ Ուղղակի չեմ ուզում, որ մեր ընտանիքների մեջ նորից ինչ-որ լարվածություն ստեղծվի, ու ստեղ մենակ քո հարցը չի։ Ես մտածում եմ նաև պապայի ու Վրամի համար։ Հա։ Հա։ Բայց ես քո հետ հանդիպումներ չեմ փնտրել։ Դու ես եկելու ինձ գտել։ Ինչ-որ բան կուզես, Տիկին Անիկ։ Վրամ ջան, նարից նորություն ունես։ Չէ։ Ուր ես գնում, նոր եկար։ Ախր ինչ եղավ այդ աղջիկը։ Մնալու տեղը չունի։ Սակո, կարողա ոստիկանություն դիմենք։ Ինչ ոստիկանություն, Անիկ, սպասի է։ Ինչին սպասեմ, Սակո, ինչ քաց սպասեմ։ Ոնց ես սենց հանգիստ խոսում։ Գնա, դու շորերս դի, ես փոխեմ գնամ, գնա։ Սակո։ Գնա, Անիկ։ Մենց հաստատվում, որ սկզբում հանդիպումներ փնտրելու համար ինչ-որ պատճառներ էին հորինվում, բայց հետո ինձնից հեռու մնալու փոխարեն սկսում ես ինձ փրկել։ Բայց դու էիր չէ եկել երեկ։ Դու էիր չէ եկել, որ ինձ փրկես, որ ինձ գտնես։ Բայց ես իմ հարցի պատասխանը չէր։ Հնարավոր է, որ այս քո հարցի պատասխանը չէր։ Բայց ես էլ իմ հարցն է։ Ու եթե դու պատասխանես հիմա իմ հարցին, քո հարցի պատասխանն էլ կգտնես։ Հա, ես օգնում եմ քեզ ինչ-որ բաներ եմ անում կամ քո կարծիքով փրկում եմ։ Ես էլ չգիտեմ ինչի համար եմ այդ անում։ Ու չեմ էլ փորձում գտնեմ դրա պատասխանը։ Բայց երեք դու իմացել ես, չէ՞, որ ես լավ չեմ։ Իմացել ես, եկել ես ու փորձել ես գտնել ինձ։ Այդ ինչ է նշանակում։ Նշանակում է, որ դու անհանգստանում ես իմ համար։ Հա, անհանգստանում եմ, նորմալ չի։ Ուրիշ բան է մարդու համար անհանգստանալը, ուրիշ բան քո կյանքի համար տենց կարևոր որոշում կայացնելը։ Հանուն ուրիշ մարդու։ Ես պիտի գնամ արդեն։ Վրամ, Իվան իմացար։ Չէ, ես էլ մտածեցի կարող է եկած լինի։ Լավ, հենց զանգի մի անգամից ինձ կզանգիս, լավ։
Քաջիկ, ես քեզ չի ասե չզանգես։ Ինչ է քաջիկ։ Կարող է խմածեսեղը աչքի տա երևաց է։ Բարի լույս։ Լույս քեզ տեսնողի։ Տեսել եմ, որ զանգել ես Սոն։ Որ տեսնում են կամ հետ են զանգում, կամ պատասխանում են Հայկ։ Դե հա, մեղավոր եմ Սոն, հիմա ասա ոնց մեղքերս քավեմ։ Դժվար բան ես ասում։ Դռները բացեք, գարուն է գալիս։ Բարև Գարուն։ Բարև Հայկ։ Բարև Սոնա։ Բարև Հայկ ու Սոնա։ Դե ես ձեզ չխանգարեմ, գնամ պատրաստվեմ։ Հայկ ինձ կասես գիշերը ուր ես եղել։ Չխափես, ես գիտեմ, որ Նարեի հետ ես եղել։ Չխափես ինձ, Նարեն էլ ամբողջ գիշեր տանը չի եղել։ Դու ինչ իմացար։ Քո հետ եմ Սոնա, ինչ իմացար, որ Նարեն տանը չի եղել։ Ձյացակո, նարեից լուր կա։ Դու ինձ ասա ինչ լուր կա բեռներից։ Սահման են հասել ձյացակո։ Արմո ամեն անգամ հազիվ ենք բրցնում։ Այս անգամ որ բռնվենք բոլորիս վերջնա լինելա։ Դու հանգիստ եղի ձյացակո։ Ինչ պետք է ես կանեմ։ Մի տան անդամ ենք, չէ՞ դառնալու։ Չէ, նենցա միջև էլ կանեի, դրա մասին չի հարցը։ Բայց հիմա ավելի շատ կանեմ։ Բայց այս անգամ ավելի շատ ես անհանգստանում։ Կարող է ինչ-որ բան կա, որ ես չգիտեմ։ Չէ, Արմո ջան, ուղղակի ոչ մի անգամ այսքան շատ չի եղել։ Վրամին չեմ ասել ինչքան ապրանք ենք ուղարկել։ Շատն էլ առանց աքսիզը։ Լավ էլ արել ես, բայց որ նորություն լինի ինձ անպայման կասես։ Լավ։ Հեսեք գամ ձյացակո։ Նարե։ Բարի լույս, պապ։ Ուր է իր ամբողջ գիշեր։ Մի գիշեր տուն չեմ եկել, անհանգստանում ես։ Իսկ որ իմ կյանքն է կործանվում, չես անհանգստանում։ Դու երբեք ինձ հետ այս տոնով չես խոսել։ Կներես, պապ։ Ուղղակի որոշում եմ կայացրել։ Ու եկել եմ, որ խոսենք որոշմանս մասին։ Դրանից հետո ինչ լինում է, թող լինի։ Ես կարծեմ իմ խոսքն ասել եմ ու իմ խոսքը փոփոխման ենթակա չի։ Ես միշտ եմ հարգել քեզ ու քո խոսքը միշտ իմ համար օրենք է եղել։ Բայց հիմա ես այն տարիքում եմ, որ ես պարտավոր եմ ու պետք է ապրեմ իմ կանոններով։ Ես երկար եմ մտածել ու իմ որոշումը ընդհանրապես չի վերաբերվում քեզ սիրելուն, հարգելուն ու քո պատվին։ Իմ որոշումը վերաբերվում է իմ երջանկությանը։ Ով չի սխալվում։ Հա, ես սխալվել եմ։ Պահի տակ սխալ որոշում եմ կայացրել։ Բայց դա վերաբերվում է իմ ամբողջ կյանքին ու ճակատագրին։ Քանի դեռ այդ սխալը անուղղելի չի դարձել,
Ես փոխելու եմ որոշումս ու ամեն ինչ անելու եմ, որ տենց չլինի։ Այսքան բան։ Հիմա դու Արմոյին ասելու ես, որ ինձանից հեռու մնա, թե։ Լավ, ոնց հասկանում եմ, դու ինձ չես էլ լսում։ Ես գնամ։ Սպասի։ Քաջիկն է։ Տեսնեմ ինչ է ասում։ Ասա Քաջիկ։ Էլի այդ Մարգարիտ հորը։ Հա։ Հա։ Քաջիկ սպասի, ինքնա լակոտ հոդու էլ հասուն մարդ ես, ոչ մի բան չանես։ Մինչև ինձ հետ չխոսես, ոչ մի բան չանես, ես հիմա Նարայի հետ եմ խոսում, խոսեմ կավարտեմ կզանգեմ քեզ։ Լավ։ Այդ Հայկը գնացել է գյուղ։ Քաջիկի հետ խոսել է ու կռիվ է սարքել, մի կերպ են բաժանել։ Ստոր համոզեցի, որ ոչ մի քայլ չանի, մինչև չխոսենք, չհասկանանք, ոնց պիտի դուրս գանք այդ ամեն ինչի տակից։ Բա աղջիկ ջան, ես հասկանում եմ Քաջիկին երեխայա կորցրել։ Արփի մահվան մեջ միշտ էլ մեղադրել է այդ Հայկին։ Ու հիմա ազատության մեջ տեսել է հերիք չի, մի հատ էլ գնացել է գյուղ ու կռիվ սարքել։ Քաջիկն էլ աղջիկ ջան որոշել է կտրուկ քայլերի գնա։ Ինչ կտրուկ քայլ։ Որոշել է գնա ու դիմի ոստիկանություն, բողոք ներկայացնի։ Հասկանում ես։ Ես էլ փորձեցի համոզել, միջամտել, որ տենց բան չանի։ Բայց թե ոնց տեսնում եմ, ինչքան էլ ինձ լսում է Քաջիկը, երևի ձեռքերս լվանամ։ Ով է այդ լակոտը, որ ես դրա համար ինչ-որ բան անեմ։ Բարի օր։ Բարև ձեզ։ Արամայի Սարոյանը դուք եք։ Հա, ես եմ։ Քննիչ Բարսեղյան։ Ֆիրմայի տնօրենը դուք եք։ Հա, ես եմ։ Բարձրանանք սենյակ խոսենք։ Մի քանի հարց ունեմ ձեզ, որից հետո կհասկանանք, որտեղ խոսենք։ Այսինքն արտահանվող ապրանքների ողջ պատասխանատվությունը, վերահսկողությունը ձեզ վրա է դրված։ Ինչ որ խնդիր կա։ Իսկ դուք կարծում եք չկա։ Մեր ընկերությունը բազմաթիվ հարցերով է զբաղվում։ Համենայն դեպս լուրջ խնդիրներ չկան։ Ասում եք տեղափոխվենք սենյակ։ Կարծում եմ ժամանակն է։ Նաև ցույց կտաք փաստաթղթերը երեկոյան բարձված ապրանքների ձեր։ Ուզում եմ ասել, որ ձեր ապրանքները հիմա սահմանին ստուգվում են։ Ու ահագին ժամանակ է սահմանին կանգնած են ձեր բեռնատարները։ Տնօրեն մարդ եք, տեղյակ չեք։ Նաև ուզում եմ ասել, ձեր բեռնատարներից մի քանիսը արդեն իսկ ետ են վերադարձվում։ Ապրանքներն էլ մանրամասն ստուգում են անցնում։ Թղթերից մի քանիսին ես ծանոթ եմ ու ուզում եմ ասել, որ շատ տխուր է լինելու ձեզ համար։ Խոսին արե, քեզ եմ լսում։ Ասում ես իմ կյանքն է, իմ որոշումներն է, իմ որոշումները պիտի լինեն։ Հիմա գյուղում Քաջիկը իմ որոշմանն է սպասում։ Լսում եմ, ասա։ Չես խոսում։ Շատ վստահ սկսեցիր, ինչ եղավ քեզ։ Դիտավորյալ ես անում։ Այս կյանքում, աղջիկ ջան, ոչ մեկի համար հենց այնպես բան չի անում։ Դու ասում ես քո կյանքն է, քո որոշումները պիտի լինեն։ Խնդիր չկա։ Արա քեզ համար ինչ ուզում ես, որոշիր ինչ ուզում ես։ Երևի դրա իրավունքն ունես, երևի այդքան մեծացել ես արդեն, բայց
Ես էլ իմ արածն եմ անելու, որովհետև ես էլ դրա իրավունքն ունեմ։ Ես անկեղծ եմ ասում, հենց հիմա չեմ ճանաչում սեփական հորս։ Ոչինչ, կճանաչես։ Կճանաչեմ, պապա։ Բայց հիասթափվում եմ, Հիասթափվում եմ այն մարդուց, ում աշխարհում ամենաշատն եմ սիրում։ Դա փոխադարձան արե, բայց այդ ամենը կանխելու մի ձև կա։ Վստահ եմ դու այդ ձևը շատ լավ գիտես։ Իմ կյանքը քո համար օֆիսային գործարք է։ Դու ոնց ես այդ սառնասրտորեն նայում ես հարցին, պապա։ Ես էլ ժամանակ չունեմ, Նարե։ Ժամանակ չունես։ Ժամանակ չունես։ Այդքան անկարևոր հարց է, որ ժամանակ չունես։ Ես իմ ասելիքն ասել եմ, ավելացնելու ոչ մի բան չունեմ։ Ես չգիտեմ, կյանքում ինչ-որ պահ կգա, որ ես կարողանամ քեզ ներեմ քո այս սառնասրտությունը։ Դու հիմա Արմոյի նման ես անում։ Դու ինձ վախացնելով փորձում ես ինչ-որ բանի հասնել։ Դու ու Արմոն նույնն եք, պապա։ Ալո։ Ուր ես Նարե։ Էս էլ նոր բնավորության գիծա, չէ, հեռախոսն անջատելն ու կորելը Նարե։ Բան ունես ասելու, խնդիր կա, արի նստի խոսանք, հասկանանք իրար։ Դրա համար կա խոսալն ու հասկանալը, ոչ թե հեռախոսն անջատել, կորելը Նարե։ Ուր ես Նարե։ Օֆիսում։ 2 րոպեից այդտեղ եմ։ Չէ, ես դուրս եմ գալիս։ Ես մի րոպե անգամ ավել չեմ ուզում ստեղ մնամ։ Վռամի հետ ես խոսացել։ Հա։ Սոնա, Հայկ, նորմալ է, որ քրոջ համար անհանգստացել է։ Ամենտեղ մանա եկել չի գտել։ Դրա համար լինզա զանգել։ Ու հետո ինքն էլ է մտածել, որ իրար հետ կարակ լինեք։ Հարցնում էր դու տանն ես, թե չէ։ այդքան բան։ Հա, այդքան բան, ազնիվ խոսք։ Ես երեք Նարեին տեսել եմ։ Բայց գիշերը իրար հետ չենք եղել։ Ես գյուղ էի գնացել։ Հայկ, ինչի համար ես գյուղ գնացել։ Չգիտեմ։ Ասա, պապ։ Ուր ես Վրամ։ Տուն եմ գնում։ Այդ տղա, գործի ժամին տուն ես գնում։ Շտապ արի օֆիս։ Պապ, Նարեի հետ պիտի խոսեմ, կխոսեմ կգամ։ Արմոին տարել են ոստիկանություն, հիմա հարցաքննում են, արի ասում եմ։ Վերջը տենց էլ պիտի լիներ, էլի։ Սպասում եմ, արի։ Նարե ջան, ուր էիր։ Ուր էիր, բարես։ Արի մոտս։ Օխ։ Նարե ջան, բաս անելու բաներ։ Ուր էիր։ Ամբողջ գիշեր տուն չես եկել։ Ոչ մեկի զանգերին չես պատասխանել։ Ինչ ա եղել, Նարե։ Մամ, վերջացրու էլի։ Ու տեսարանների մի սարքի, որ անհանգստանում ես իմ համար։ Նարե չես ամաչում։ Ես ամբողջ գիշեր չեմ քնել։ Խելագարվում էի արդեն։
Մի գիշեր տուն չեմ եկել, խելագարվում ես։ Բայց որ դժբախտանում դրանից չես խելագարվում։ Որ ճակատից դժբախտության կնիքա դրվում, դրա համար դու երևի մենակ ուրախ ես, չէ՞։ Նարը չես ամանչում։ Դες ինչեր ես խոսում։ Ինչ ա եղել քեզ, Նարե։ Ես էլ արդեն չեմ հասկանում ինչ եմ խոսում։ Բայց ամենավատն է, որ ես հիմա ընտանիքիս կողքից պիտի պաշտպանություն զգայի։ Ոչ թե ինքս պաշտպանվեի ընտանիքիցս ու արդարացումներ մանգայի։ Ես լրիվ մենակ եմ մնացել, ու այդ սարսափելի է։ Արե դու այդպես էլ քո լավն ու վատը չհասկացար։ Իսկ ով է հասկանում իմ լավն ու վատը։ Արփիի լավն ու վատը հասկացաք, հորքուրի լավն ու վատը դուք հասկացաք, հիմա էլ հերթը իմն է։ Սուս մնա լավ։ Մամ, լավ, ես չեմ հասկանում, պապան տղամարդ է, բա դու չես հասկանում, ես ինչ եմ զգում։ Ինչ ես դու հիմա զգում, Նարե։ Ինչ ես դու ուզում։ Եթե քեզ լիներ, դու Հայկից այն կողմ չէիր գնա։ Այն ինչ որ դու ես պահին զգում ես։ Մեզ մենակ ամոթ ու անպատվություն ա բերում։ Նաև քեզ համար։ Ես հիմա խոսում եմ իմ մասին, ոչ թե Հայկի։ Դուք Հայկի անունը դրոշակ եք սարքել իմ դեմ։ Գիտես պապան ինչ է անում։ Սպառնում է ինձ։ Սպառնում է, որ եթե ես չամուսնանամ Արմոյի հետ, ինքը Հայկի դեմ ցուցմունք կտա։ Ու Հայկին նորից կնստացնեն։ Դու հասկանում ես մենք ուր ենք հասել, մամ։ Սեփական հայրս ինձ ամուսնացնում է սպառնալիքով։ Գիտես, ես երևի միակ դեպքն է, որ ես իսկապես ուզում եմ, որ դու չամուսնանաս, որ դու հրաժարվես։ Ինչի՞։ Որ Հայկը նորից նստի։ Չէ, որ ուղղակի հասկանամ, որ իմ աղջիկը գոնե մի քիչ թասիբ ունի։ Դու երևի մոռացել ես, որ այդ Հայկը իմ երեխուն ա սպանել, քո աղբորն ա սպանել։ Դու չես հասկանում, այդ տղեն իմ աչքի գրողն ա։ Ու ես զարմանում եմ, Նարե։ Քո աչքի գրողն էլ պետքա լիներ։ Ես չեմ հասկանում, ես չեմ հասկանում, որտեղ եմ բաց թողել, քո հարցում։ Այ հենց այդ ամբողջ խնդիրը, մեր ընտանիքի ամբողջ խնդիրը է դա, որովհետև ես միշտ ասում եմ մի բան, դուք հասկանում եք մի այլ բան։ Ինձ հարցնում ես որտեղ է քո բաց թողումը։ Դու գիտես հիմա ինչ պիտի անեիր։ Դու իմ ձեռքը բռնած, առանց ինչ-որ բան հաշվի առնելու, պիտի պայքարեիր իմ երջանկության համար։ Դու պիտի իմ հետ լինեիր, ոչ թե իմ դեմ դուրս գայիր։ Տենց են անում իսկական մամաները։ Ինչ ես արել դու իմ համար։ Մեղադրել ես Կարոյի մահվան մեջ։ Երբեմն ասել ես, երբեմն չէ։ Արփի փախուստի համար ես ինձ մեղադրել։ Ով եմ եղել ես քո համար, որ դու հիմա պայքար ես իմ երջանկության համար։ Ամոթն էի, չէ՞ ես քո, ամաչում էիր, չէ՞ ինձանից, հիմա երևի առիթ է ինձանից ազատվելու համար։ Դու պիտի ոչ մի բան հաշվի չառնեիր։ Դու պետքա հիմա իմ թիկունքին կանգնած լինեիր, ոչ թե դու ինձ խփեիր թիկունքից։ Գիտես, քո համար կերպար է ստեղծել, որ դու պապայի դեմ չես խոսում, ոչ մի բան չես ասում։ Բայց հո ես գիտեմ, որ դու ասում ես, երբ որ դա քեզ պետք է գալիս։ Ու հիմա ամենավատը գիտես որն է։ Որ ես մտածում եմ, դու պապայի որոշումների հետևում կանգնած ես։ Ու քո խոսքն էլ կա այս որոշման մեջ։ Ով եմ ես, որ դու պայքարես իմ երջանկության համար։ Դու պետք է հիմա բոլոր հարվածները քո վրա վերցնեիր, ոչ թե ինձ մենակ թողեիր։ Բայց առաջին հարվածողը դու ես։ Չնայած ինչ եմ պահանջում մեկից, ով
Սեփական աղջիկը այդ լավ է լինում մենակ այն դեպքում, երբ որ տան մնացած անդամները դեմ են դուրս եկել։ Մամ, դու այսքան ժամանակ ինչ ես արել իմ համար, կասես։ Մենակ ամեն օր տաք ճաշ տալով աղջկա հետ հարաբերություններ չեն ստեղծում։ Այդ տաք ճաշը կարելի է ամեն սրճարանում ուտել։ Ով եմ ես քո համար, որ դու հաշվի առնես իմ երջանկությունը։ Ես վրամը չեմ, ես կարոն չեմ։ Կարելի է տրորել ու անցնել իմ զգացմունքները։ Էս ինչ է կատարվում։ Ոչ մի բան։ Վատ է էլի։ Վատ է, որ ես քո համար ոչ մի բան է։ Գիտեմ, որ հարցեր ունես տալու ու բարկացածս, բայց կներես, ես հիմա ի վիճակի չեմ։ Ուր է իր գիշերը։ Ապահով տեղում։ Կոնկրետ։ Ընկերուհուս տանը։ Բա ինչի է իր լացում, որ հեռախոսով խոսում էինք։ Էլի Արմունա։ Չէ, ես Արմոյին չեմ էլ տեսել։ Պարզա։ Ուրեմն պապանա։ Իսկ գոնե դու ինձ հիմա կբացատրես ինչա կատարվում։ Նարե, ես լիքը հարցեր ունեմ, որոնց ոչ մեկը չի պատասխանում։ Ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Չէիր ուզում, չնշանվեիր։ Հա, ես սխալվել եմ։ Բայց ես ոնց հասկանում եմ, այդ սխալը ճակատագրական է դարձել։ Չկա տենց բան, Նարե։ Ոնց։ Նարե, պապան է խնդիրը, ես այդ հարցը կլուծեմ։ Քո գործը չի։ Պապան իր կարծիքը չի փոխելու։ Ինքը ոչ մի բան հաշվի չի առնում, անգամ իմ ցավը։ Հա, ես հասկանում եմ, ես սխալ եմ արել։ Հիմա այս ամեն ինչը քեզ ասում եմ, որովհետև դու տեղյակ ես։ Բայց պապան ուրիշ կարծրատիպերի մարդ է, ինքը այլ կերպ է մտածում։ Նարե, դու ինձ ճանաչում ես։ Ես խոսքի մարդ եմ, որ ասում եմ, ուրեմն անում եմ։ Ու մյուս անգամ չտենամ էլ տնից գնաս ու չգաս։ Էդ էր մնացել պակաս, սրա նրա տանը մնայիր։ Ասելիքս այսքանն էր։ Վրամ։ Սպասի մի րոպե։ Գիտես, քո գալուց ընդամենը մի քանի վայրկյան առաջ ես ինձ աշխարհի ամենամենակ մարդն եմ զգում։ Բայց փոխված է ամեն ինչը։ Դու փոխեցիր։ Եթե հիմա անգամ դու ոչ մի բան էլ չանես, մեկ այս քեզ շատ շնորհակալ եմ։ Գիտես ինչի։ Որովհետև կմտածեմ գոնե դու ինձ դեմ չես։ Ես չգիտեմ ինչ մեր հարաբերությունները սովորական ջերմ հարաբերություններ չեն եղել երբեք քուր աղբոր։ Բայց ես քեզ շատ սիրում եմ։ Չգիտեմ իմ համար էլ անսովոր է ամեն ինչը ասելը։ Ուղղակի ասում եմ ինչ որ զգում եմ։ Վրամ ջան, տղես, ես չի ուզենա, որ դու ինձ խալ հասկանաս Նարեի հարցում։ Գալիս եմ, պապ, ճանապարհին եմ։ Բաժին արի, ես բաժին եմ գնում։ Վրամ ջան, խնդրում եմ արի խոսենք։
Ժամանակ չունեմ, պիտի փոխվեմ ու գնամ։ Հասար տուն ամեն ինչ նորմալ է։ Հասար տուն ամեն ինչ նորմալ է։ Հա, Հայկ, հասել եմ տուն, բայց խնդրում եմ քեզ, դու մենակ ինձ մի բան ասա։ Երեք որ դու գնացել ես գյուղ, տեսել ես Արփի պապային։ Դու հետ ինձ ասա, մնացածը կհանդիպենք նոր կասես։ Սրա համար է կռիվդ։ Էսա քո պայքարը։ Սրա համար ես ընտանիքի թշնամին դարձել։ Ու ինչ ես ինձանից պահանջում։ Որ քեզ օգնեմ, քո կողքին ինեմ, ընտանիքիս անունը գետնով տաց, էտա ուզած եք, Նարե։ Դու ամոթ չունես, Նարե։ Դու շատ վատ բան ես անում, դու չես հասկանում։ Դու շատ ավելի վատ բան ես անում, քան քո օրգուրը ու Արփին։ Բայց ես դա թույլ չեմ տա։ Ես թույլ չեմ տա, որ դու դա անես։ Ես ամեն բան կանեմ, որ դու դա չանես։ Ուշադիր լսի ինձ, Լուսիկ, կենտրոնացի ու հարցերից պատասխանի։ Ասա։ Ասացի, որ կհանդիպենք, բայց չի ստացվի։ Դու հարցից պատասխանի, հա։ Տեսել ես Քաջիկին։ Իրանց տան մոտ եմ եղել, բայց ոչ մեկի չեմ տեսել։ Չգիտեմ, կարող է իրանք են ինձ տեսել։ Քաջիկ ասել է, որ տեսել է քեզ ու կռվել եք։ Ինչ։ Հայկ հաստատ չեք տեսել։ Ինձ այդ ամեն ինչը papan է ասել։ Չգիտեմ, վախենում եմ, որ իրենք քո դեմ մի բան կանեն։ Ես չգիտեմ ինչ անեմ։ Նարե դե հերիքը արդեն էլի վերջացրու իսկականից։ Ես չգիտեմ քեզ ով ինչ է ասել, բայց ես ոչ մեկի չեմ տեսել։ Ու մեռա քեզ ասելով, որ իմ համար ոչ մի բան մի արա, առավել եւս տես բաներ, որ ինձ օգնես։ Լսեցիր, ոչ մի բան մի արա իմ համար, ոչ մի բան։ Իբր լավ բան ես, հա, ուզում ինձ անես օգնես։ Նարե իմ հետ գործ չունես։ Մի զանգի ու մի գրի ինձ։ Գործ չունես իմ հետ։ Բարի օր, Քերի։ Քեզ է սպասում։ Ինչ ա եղել։ Խնդիրը էս է։
Միկոն Մոսկվայից շատ մեծ պարքերով է դուրս եկել։ Ու հիմա իրան այստեղ ման գալիս։ Ու այդ բարեկամ կոչվածը բարձրում է 50 տարեկան մարդ է։ Ու հենց իր հետ էլ Միկոն գնացել է։ Ոնց 50 տարեկան մարդ է։ Այսինքն ես ճիշտ էի, որ հորս հետ է Միկոն։ Ես տենց չեմ մտածում։ Որտեվ մի բան էլ կա, որ պետք է իմանաս։ Ու լավ կանես, որ նստես։ Նստի։ Նստի ասում եմ։ Հիմա պիտի ձգցքես, ասա, հասկանամ ինչ ա եղել։ Միկոն, ում որ փողապարկ, իրա մարկանցից մեկ է մեծ կռիվ է սարքել։ Այդ տղեն էլ հիմա հիվանդանոցն է։ Ոնց թե։ Տենց չգիտեմ ինչ ա եղել, ինչի համար է կռիվ սարքե, բայց փաստը է դա։ Դրանք էլ մինչև հիմա Միկոյի անունը չեն տվել։ Դրա համար կարացել է փախնի Մոսկվայից։ Ովքեր են այդ մարդիկ։ Շատ լուրջ Մոսկվայից մարդիկ են։ Վայ Միկո, ես ոնց է տղուն հանեմ այդ փորձանքներից։ Ես տենց է չկարացա իմանամ, ինչի համար է կռիվ արել, ոնց է կռիվ արել։ Հա, չգիտենք, քերի։ Ենթադրենք չգիտենք։ Կարող է հասցրել են, կարող է պատվի հարց ա եղել, բայց ոնց հասկանում ենք Միկոն էլ անմեղ գար չի, հա։ Իմ ու Միկոյի թեման միշտ գիտես որն ա եղել, որ մենք այս աշխարհում ոչ մեկին չունենք, ոչ մեկին։ Ու պիտի խելքներս գլուխներս հավաքենք ու սկսենք նորմալ կյանքով ապրել։ Ախր ինքն էլ իմ վիճակը լավ գիտի է, բայց ուր է։ Զանգում եմ, զանգերից չի պատասխանում, ինքը չի զանգում։ Ու ինչքան պիտի սենց շարունակվի քերի։ Ինչի ես պիտի անծանոթ մարդկանցից իմանամ, որ իմ աղբերը փորձանքների մեջ է, հա։ Ինչի ես պիտի գամ այն մտքին, որ ինքը իր հիշողությունը կորցրել է ու գնացել է հորս մոտ։ Ինչի։ Հորդ մոտ չի։ Լավ էլի քերի, ամեն ինչ տանում է դրան, դու էլ ասում ես հորդ մոտ չի, բա ուրա։ Ուրա։ Ես քեզ ասում եմ, հորդ մոտ չի։ Որտեվ հերդ չկա։